Բարև ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հարգելի ներկայացուցիչներ։ Ձեզնից շատ-շատերի հետ ես ժամանակին հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն աշխատելու։ Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ այս հնարավորության համար եւ ուզում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մեկ անգամ եւս հստակ ընդգծենք, որ մենք ժամանակին կատարել ենք մեր ընտրությունը եւ մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր ընտրությանը եւ մեր համազգեստին։ Իսկ խոսել ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության հանրային եւ ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին։ Այս հարցերի պարզաբանումը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գործը ճիշտ կազմակերպելու համար։ Իմ խոսքից հետո անշուշտ ակնկալում եմ ձեր հարցերը։ Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության հարցերը չեն պատկանում զինված ուժերի ղեկավար կազմի ուղղակի լիազորությունների շարքին։ Սակայն դուք բոլորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, ուստի այդ հարցերի պարզաբանումը ձեզ համար կարևոր եմ համարում հենց այդ տեսանկյունից։ Մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված, հաճախ խիստ հակասական ու անհասկանալի։ Սակայն դա բնավ չի նշանակում, որ այդ ամենի հետ մենք պետք է պարզապես համակերպենք եւ ձեռքներս ցալած նստենք, սպասենք, տեսնենք, թե մեզ ինչ անակնկալներ են հրամցնելու։ Ասել եմ եւ կրկնում եմ, այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է։ Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում։ Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չէ։ Մեր հասարակական կյանքի կազմակերպման եւ լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներն են։ Թերի կառավարումը ուղղակի ազդում է ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանունակության վրա։ Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը։ Մեր երկիրն այդպիսով թեւակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որ անմիջապես պետք է զգալի լինի անձամբ ձեր եւ ձեր ընտանիքների համար։ Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ։ Այո, 2018 թվականից, երբ նոր սահմանադրություն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլևս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ։ Ֆրանսիայում, որը ևս կիսանախագահական հանրապետություն է, պատմականորեն ձևավորվել է համակեցություն տերմինը։ Դա այն իրավիճակն է, երբ երկրի նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, իսկ վարչապետը եւ ազգային ժողովի մեծամասնությունը մեկ այլ քաղաքական ուժ։ Երկար քննարկումներից հետո մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեզ համար նման համակեցություն ձևավորելը շատ երկարատև պրոցես է եւ կներեք մեզ համար ցավոք սրտի դեռևս անիրականանալի։ Բոլորդ էլ գիտեք, որ կիսալուծումները սովորաբար պարտադրված եւ
ամենավատ լուծումներն են, ուստի եւ անհրաժեշտ էր գտնել եւ տալ ամբողջական լուծում։ Նոր սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի։ Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին։ Նպատակը հետևյալն է՝ մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները։ Եթե անհրաժեշտություն կլինի մանրամասնել եւ եթե այս հարցը ձեզ շատ է հետաքրքրում, ես պատրաստ կլինեմ ավելի մանրամասնել։ Այսպիսով մենք բացառել ենք համակերպության պայմաններում հանրապետության նախագահի եւ վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը։ Կարծում եմ, սա շատ կարևոր է։ Ուզում եմ, որ դուք լիովին հասկանաք եւ գիտակցեք այդ փոփոխությունների իմաստը։ Ձեր աշխատանքի վրա այս փոփոխությունները որևէ անդրադարձ չեն ունենալու, եւ եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից։ Այդ առումով որևէ բացասական փոփոխություններ դուք չեք զգալու։ Ազգային պաշտպանության կազմակերպման եւ կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը, ինչպես ասեցի, միայն դրական ազդեցություն է ունենալու։ Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել եւ փայփայել իր անփոխարինելի եւ սիրելի զավակին, հայկական բանակին։ Պարոնայք գեներալներ եւ սպաներ, այժմ գալիք 2-3 ամիսների մեր հարցերի մասին։ Մենք արդեն մուտք ենք գործել ազգային ժողովի ընտրությունների փուլ։ Այո, նախընտրական շրջանում մեր երկրում տեղի են ունենալու սուր բանավեճեր, երբեմն կարող են հնչել նաեւ չափազանցված եւ բորբոքված ելույթներ։ Իհարկե կլսեք խոստումներ, որոնք երբեք չեն իրականանալու։ Վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը գիտեն եւ լսել են հայտնի արտահայտությունը, որ ամենամեծ ստերը հնչում են ընտրություններից առաջ եւ գործից հետո։ Բայց կարևորը դա չէ։ Կարևորը այն է, որ մենք նախորդ տարիների փորձից գիտենք, որ Ադրբեջանը նման դեպքերում սովորաբար աշխուժացնում է իր հակահայկական ձեռնարկները միջազգային կազմակերպություններում, երբեմն նաև փորձում է սադրանքների դիմել առաջնագծում։ Նրանց կողմից նման վարքի որոշ ախտորոշումներ արդեն նկատելի են։ Առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ լիովին համոզված եմ Հայաստանի քաղաքական համակարգի կայունության մեջ, որքան էլ սուր քննարկումներ տեղի ունենան, դրանք չեն խաթարելու մեր հանրային անդորրը։ Նման սուր քննարկումներն ու բանավեճերը գալու են վկայելու մեր ուժը, Հայաստանի հասարակության ինքնակազմակերպման բարձր աստիճանը եւ որակը։ Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են եւ ապաքաղաքական։ Այո, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը, սակայն նախընտրական քարոզչության եւ իր պաշտոնական լիազորությունների իրականացման որևէ խաչաձևում չի լինելու։ Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու եւ մենք էլ չենք մտցնելու։ Ավելին, զգուշացնում եմ բոլորին, որ նման փորձերը ուղղակի պատժվելու են։ Մենք որպես պետություն ունակ ենք կազմակերպելու եւ անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք վայելելու են մեր հասարակության,
մեր ժողովրդի վստահությունը։ Ավելին, վստահ եմ, որ հենց այդպիսի արդյունքներ են արձանագրելու հրավիրված միջազգային կազմակերպությունների դիտորդ ներկայացուցիչները։ Ադրբեջանում ոմանք պատրանք ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար եւ իրենց կարճ խելքով խոցելի։ Հենց այդ պատճառով ձեզնից այս ժամանակահատվածում ակնկալում եմ առավելագույն զգուշություն։ Վստահ եմ, որ մեր զինվորականները շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան սպան գալիք խորհրդարանական ընտրությունների շրջանում լինելու են զգոն ու աչալուրջ, պատրաստ կանխելու հակառակորդի յուրաքանչյուր դավադիր ծրագիր։